8-րդ օրը հավիտենականության խորհուրդն է։ Թելպատությունը կարծես թե մարդուն մաքրում էր մեղքից եւ արժանացնում երկնքի արքայության, Աստծո տան մեջ լինելու, Աստծունը լինելու։ Մկրտությունն էլ նույնն է մեզ համար։ 8-րդ օրը հավիտենականության, մեռելների հարության, Քրիստոսի երկրորդ գալստյան եւ երկնքի արքայության խորհուրդն է։ Դրա համար 8-րդ օրն էր կատարվում թելպատությունը։ Աբրահամ նահապետի հետ Աստված ուխտ արեց։ Ասեց. դուք եթե մնաք իմ պատվիրանի մեջ, Աստծո հավատի մեջ, ես ձեր ազգը օրհնելով կօրհնեմ, բազմացնելով կբազմացնեմ եւ ինչպես Աստված խոստացել էր, Աբրահամի սերնդից կհանի մի փրկիչ, որը ամբողջ աշխարհին պիտի փրկի, մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Եվ որպես այդ ուխտի նշան դրեց թելպատությունը։ Եվ Աստված ասաց. ձեր բոլոր արուզավակները 8-րդ օրը թող թելպատվեն եւ դրանով իրենք լինեն Աստծո ժողովուրդ։ Այսինքն անթելպատ մարդը Աստծո ժողովուրդ չէր, թելպատությամբ էին դառնում Աստծո ժողովուրդ։ Եվ այս Աբրահամը եւ իր ողջ ընտանիքը ծառաներով հանդերձ բոլորը թելպատվեցին եւ Աբրահամի տան մեջ անթելպատ մարդ չմնաց։ Եվ դրանից հետո բոլոր ծնողները 8-րդ օրը թելպատվում էին։ Այսինքն թելպատությամբ մարդը դառնում էր Աստծունը։ Այսօր էլ եկեղեցում նույնը կա, բայց մենք չենք թելպատվում։ Մենք մկրտությամբ ենք դառնում Աստծո ժողովուրդ, Աստծո որդեգիրներ։ Քանի մարդը չի մկրտվել, մարդը քրիստոնյա չի, մարդը Քրիստոսի եկեղեցու անդամ չի, մարդը Աստծո որդեգրության շնորհը չի ստացել։ Ուրեմն հին ուխտի թելպատությունը համապատասխանում է այսօրվա մեր մկրտության։